Աշխարհում լավ մարդիկ շատ են, բայց կարևորը ինչպես ենք մենք կարողանում նրանց գտնել, բացահայտել եւ ներկայացնել։ Մենք անասելի ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է հյուրընկալել հիանալի մասնագետների, բայց առաջնահերթ այնպիսի մարդկանց, որոնք ստեղծում են նոր, հետաքրքիր իրականություն եւ իրենցով կարողանում են ընդգծել մեր մշակութային արժեքները։ Մենք այսօր գտնվում ենք Երևան քաղաքի, մեր սիրելի քաղաքամայրի սրտում, գտնվում ենք մի մեծ սրտով մարդու տանը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան եւ բացառիկ հետաքրքիր անձնավորություն, որի հետ շփվելիս վստահ եմ ինքներդ եք դա կհասկանաք։ Մեր նորանշանակ դեսպանի տանն ենք հյուրընկալվել, նա Անդրեա Վիկտորինն է։ Ասում ենք բարի օր եւ համի ուժում ասում շնորհակալություն Անդրեա։ Thank you. Ողջույն սիրելի համի ուժցիներ։ Ձմեռային մեր տակ հանդիպումների շարքը շարունակվում է լի բացահայտումներով, գեղեցիկ պահերով եւ անսահման սիրով։ Հյուրընկալ երկրի մեր համբավը աշխարհին է հայտնի, եւ սա մեր երկրի թերևս ամենահաճելի ձգտումներից է, եւ հավատացեք, ոչ արհեստական մի բան է, ոչ էլ մարքեթինգային հնարք։ Սա կենսակերպ է եւ բնական հարստություն։ Չէինք կարող հյուրընկալ չլինել, որովհետև մեր մշակույթը, խոհանոցը, բարքերն ու վարքը հենց դրան են միտված։ Մենք սիրում ենք կիսել մեր ունեցածը, անգամ եթե այն սակավ է եւ չնչին։ Կիսում ենք հայկական մշակույթը, որն այնքան բազմաշերտ է, որը տալով ու տալով ոչ միայն չի պակասում, այլ դեմ գնալով բոլոր գոյություն ունեցող օրենքներին ընդհակառակն ավելանում է։ Մեր առատ, բազմերանգ ու համեղ բաղադրատոմսերը, անգամ մեր ուտեստների չափաբաժիններն են այնքան առատ, որ ուղղակի պարտադրում են ասես կիսվել, տարածվել եւ դրանով մեզ դարձնում ամբողջական։ Ախր նման պայմաններում ինչպես չլինել հյուրասեր։ Անհնարին է։ Այսօրվա մեր հյուրը հրաշալի գիտի, թե որքան կարևոր է հայերիս համար աղ ու հացը, հյուրընկալությունը, հյուրասիրությունը։ Արդեն երկար ժամանակ է, ինչ նա այստեղ է աշխատում։ Նախ 2007-ից 2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը։ Իսկ հիմա 2019 թվականի սեպտեմբերից սկսած Եվրամիության պատվիրակության ղեկավարն է եւ դեսպանը Հայաստանում։ Տիկին Անդրեա Վիկտորինի տանն ենք հյուրընկալվել մեր համի ուժի մեծ կազմով, պատրաստելու ենք երկու շատ հետաքրքիր եւ յուրօրինակ ուտեստ, որոնցից մեկը վստահաբար կկոչենք Անդրեայի բաղադրատոմսը։ Տիկին դեսպանի ընտանեկան, ավանդական եւ նրա պատրաստմամբ տասնյակ տարիներ արդեն հյուրընկալ սեղանին դրվող իր սիրելի ուտեստն է եւ աղանդերը։ Հնդածս կփորձենք հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ տիկին Վիկտորինի մասնագիտական ճանապարհները նրան նորից Հայաստան են բերում, եւ ինչպես է նա կարողացել կարճ ժամանակում զգալ, սիրել եւ այդքան խորը ճանաչել մեզ եւ ազնվորեն հուզվել ամեն անգամ, երբ խոսում ենք մեր մշակույթից։ Եվ այսպես, ինչ ենք պատրաստելու այսօր։ Պատրաստելու ենք իմ գաղտնի բաղադրատոմսերից մեկը, որը պատրաստում եմ տարբեր առիթների համար, քանի որ այն միշտ լավ է ստացվում, հեշտ է պատրաստվում, հաճելի է եւ համեղ։ Այն կարող ենք պատրաստել ձկան մսով կամ այլ մսով, հատուկ խնդրանքով այսօր ես այն կպատրաստեմ հավի մսով։ Մենք մսի սիրահար ենք։ Կպատրաստեմ նաև մուսո շոկոլա տեսակի աղանդեր։ Հայցում եմ բոլոր ֆրանսիացիների ներողամտությունը, քանի որ պատրաստելու եմ շոկոլադե մուսի իմ գերմանական տարբերակ աղանդերը։ Եվ այսպես հավի կրծքամիսը կտրատում եմ ոչ շատ մանր կտորներով, դրանք թաթախում եմ մի փոքր ալյուրի մեջ, հետո թեթև տապակում թավայի վրա։ Անդրեա, ո՞րն է ձեր ամենասիրելի ուտեստը, ո՞րն է ձեր մանկության համը։
Մանկությունս թարմության համ ուներ, ամենատարբեր թարմ աղցանների, կանաչիների համը, եւ քանի որ իմ ընտանիքը գերմանական եւ ռումինական խառնուրդ էր, մանկությանս համը նույնպես նման խառնուրդ է, դասական գերմանական խոհանոց, որին միախառնվել են սմբուկի, պղպեղի, կանաչիների, միջերկրածովյան խոհանոցի համերը, այն խիստ տարբեր էր գերմանական դասական խոհանոցից։ Կանաչիները կազմել են մեր խոհանոցի հիմնական ու կարևոր մասը։ Միշտ սիրել եմ աղցաններ, հիմնականում աղի, կծու, թթու համերի սիրահար եմ։ Ինձ չեմ համարում քաղցրի սիրահար։ Եթե փորձենք մեկ բառով նկարագրել Տիկին դեսպանին, ապա վստահորեն կօգտագործենք ջերմություն բառը։ Տիկին Վիկտորինի ջերմությունն ու անմիջականությունը տեսնելիս միանգամից կոտրվում են բոլոր կարծրատիպերն առայն, թե դիվանագետները չեն սիրում անմիջական շփում, չունեն էմոցիոնալ կապվածություններ կամ աշխատանքից դուրս չեն արտահայտում իրենց անձնական կարծիքը։ Անդրեան առանձնահատուկ ջերմությամբ է կոտրում կարծրացած բոլոր հայացքները եւ մարդկային ազնիվ էմոցիաներով գրավում յուրաքանչյուրին, ում ընդունում է եւ զգում որպես հարազատի։ Նրա էներգիան դրականությամբ է վարակում ոչ միայն իր շրջակա մարդկանց, այլև շրջակայքն առհասարակ եւ ստեղծում է միայն իրեն բնորոշ, հետաքրքիր ու հոգատար մի աշխարհ։ Շատ սիրում է հայկական խոտաբույսերն ու համեմունքները եւ սիրով պատմում իր նոր բացահայտումների մասին։ Իսկ ամենամեծ անակնկալն առջևում էր։ Անդրեան իսկական տանտիրուհի է, ծնողասեր, հայրամեծար եւ շատ նվիրված ընկեր, ու որքան դիվանագիտական ասպարեզում է վարպետ, հավատացեք, այդքան էլ հմուտ է գաստրոնոմիկ հարցերում ու խոհանոցում լիիրավ տիրակալ է։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք հանդիպում ենք օտարերկրյա հյուրերին Հայաստանում, մենք հասկանում ենք, որ նրանց աչքերով մենք տեսնում ենք Հայաստանը շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի իսկական, շատ ավելի հուզիչ։ Ես հիշեցնում եմ, որ մենք պատրաստում ենք Andrea's Family Recipe-ն, այսինքն Անդրեայի ընտանեկան բաղադրատոմսը, եւ անպայման մենք նրան պետք է հյուրասիրենք Ժինգալով հաց։ This is what we were talking about just 10 minutes ago. Very nice. I like it. Շատ համեղ է։ Ինձ պետք է համտեսել եւ ճանաչել այս ուտեստը, որը խմորի մեջ է պատրաստվում, այնպես չէ։ Այս բաղադրատոմսի անվանումն այդպես էլ մնաց։ Ընտանեկան բաղադրատոմս Անդրեայի կողմից յուրաքանչյուր առիթի համար։ Այսպիսով անհրաժեշտ է 3-ից 4 հավի կրծքամիս, 1 հատ 500 գրամանոց սերուցք, 3 հատ կիտրոն, մաղադանոս, սամիտ, կանաչ սոխ, Պրովանսի կանաչիների խառնուրդ կամ այլ ըստ ձեր նախընտրության համեմունքներ, 250 գրամ սպիտակ կամ շագանակագույն շամպինյոն ըստ ձեր ցանկության եւ իհարկե ցանկություն այս ամենը համեղ պատրաստելու։ Դե ինչ, անցնենք գործի։ Հավի ֆիլեն պետք է կտրատել գեղեցիկ օվալաձև կամ փոքր կտորներով։ Յուրաքանչյուր կտորը թաթախելով ալյուրի մեջ մի քիչ ձեթով տապակել երկու կողմն էլ, մինչև ոսկեգույն դառնալը։ Ընթացքում կտրատեք եւ մի փոքր տապակեք սունկը։ Այնուհետև պետք է կտրատել ձեր թարմ կանաչիներն ու սոխը։ Ճզմեք կիտրոնները ստանալով կիտրոնի հյութը, այն շատ կարևոր բաղադրիչ է։ Թասիկի մեջ զգուշորեն խառնեք կիտրոնի հյութն ու սերուցքը, ավելացրեք աղ եւ կտրտած կանաչիները։ Հավի կտորները պետք է շարել թխման կերամիկական ափսեի մեջ, վրան փռել սունկը, ավելացնել սերուցքային սոուսը, ծածկել կափարիչով, եփել 45 րոպե ջեռոցում, 175 աստիճանի տակ։ Մատուցել նախընտրելի խավարտով, մեր դեպքում այն սիրով պատրաստված բրինձներ։ Ես հիշեցնում եմ, որ մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի տանը, հենց տանը, Երևանի սրտում, եւ ես ձեզ ասեմ, որ նա իր մեծ սիրտը բացել է մեր առջև եւ իր ընտանեկան 30 տարվա վաղեմության բաղադրատոմսով է կիսվում եւ նաեւ երկրորդ ուտեստը, որը պատրաստում ենք, իհարկե քաղցրեղենն է, աղանդերը։ Դե քաղցր մարդիկ քաղցրի կարիք չունեն, բայց ամեն դեպքում մենք սիրով պատրաստ ենք ձեզ հետ կիսվելու նրա յուրօրինակ բաղադրատոմսով։ On the request of a Շոկոլադի սիրահար մի հատուկ երիտասարդ կնոջ խնդրանքով ես կհամարձակվեմ պատրաստել շոկոլադե մուս։ Եվ չնայած ցանկացած ֆրանսիացի կնդվզեր, ես պատրաստելու եմ շոկոլադե մուսը գերմանական ձևով։ Իհարկե, ֆրանսիական նույնանուն քաջ հայտնի աղանդերի հիմքով։ Այն ես պատրաստում եմ ավելի քան 30 տարի։ Հեշտ է պատրաստվում եւ
եւ բավականին լավ է ստացվում, անգամ անապատում։ Որպես աղանդեր առաջարկում ենք շոկոլադե մուս։ Անհրաժեշտ է 400 գրամ սև շոկոլադ 70%, 2 ամբողջական ձու եւ 2 առանձին ձվի դեղնուց, 500 գրամ քաղցր սերուցք 33% յուղայնության, կոնյակ, եթե աղանդերը մեծահասակների համար է, մոտ 50 մլ կամ ըստ ճաշակի եւ ձեր աչքաչափի։ Տաք ջրի գոլորշու վրա հալեցնել շոկոլադը։ Առանձին տարայի մեջ հարիչով ձուն հարել, մինչև ստացվի կրեմային զանգված, ոչ շատ ջրիկ եւ ոչ էլ չափազանց պինդ։ Հետո պետք է հարել սերուցքը։ Հալեցված շոկոլադը աստիճանաբար ավելացնելով արդեն հարված ձվին, շարունակեք հարել, այնուհետև զգուշորեն ավելացրեք սերուցքը, նույն սկզբունքով, աստիճանաբար։ Վերջում չմոռանալով լցնել մի փոքր կոնյակ։ Այդ ամբողջ համասեր զանգվածը կարող եք տեղափոխել կամ մի ընդհանուր տարայի մեջ, որով էլ հետո մատուցելու եք պաղպաղակի պես, կամ լցնել փոքր բաժակների կամ այդ օրինակ տարաների մեջ, առանձին մատուցման համար, այն ավելի հարմար եւ գեղեցիկ կդառնա։ Պետք է անպայման դնել սառնարանը, որպեսզի մի լավ սառչի։ Normally as 2 hours a minimum normally I do it. Պատրաստելուց հետո այն պետք է 2 ժամ պահել սառնարանում, որպեսզի լավ սառչի։ Normally I do it. Անդրեա, սա ձեզ համար է, փոքրիկ ընծակ Արաս գինու գործարանից, քանի որ ինչպես տեսա արդեն ունեք կարաս գինի։ Այս գինին հատուկ գինի է, հուսամ այն ձեզ դուր կգա, եւ մի օր մենք միասին կխմենք այն։ Անպայման կխմենք միասին։ Միֆ է, լեգենդ եւ ոչ դրական լեգենդ, որ գործարար ու գործնական կանայք, ու մանավանդ Եվրոպայում ապրող ու գործող կանայք լավ տանտիկիններ չեն։ Մենք ունենք շատ կարծրատիպեր տարբեր հարցերում, բայց մի բան փաստ է։ Լավ մարդը, հետաքրքիր մարդը եւ կարող մարդը կարող է ամենտեղ, անկախ ոլորտից, նա կգտնի եւ իրեն, նա կկարողանա ստեղծել այնպիսի ստեղծարար միջավայր, որտեղ յուրաքանչյուր հյուր իրեն կզգա ինչպես իր տանը։ Մենք Երևանի սրտում Անդրեայի տանն էինք, բայց տպավորությունն է, որ մեզնից յուրաքանչյուր իր տանն է, այդքան ջերմություն, սեր, ազնվություն եւ իսկականություն կա։ Եվ թերևս այ հենց սա է, որ մենք մեկս մյուսից պետք է սովորենք, տանենք ու բացահայտենք։ Համիուժը մարդկանց ու նոր որակների բացահայտման մասին է։ Սա մի ճամփորդություն է աշխարհում մեկ, որտեղ յուրաքանչյուր անձ իրենով է ձևավորում աշխարհը։ Լինի լավը, շատ բարի, թե թերի։ Մենք գտնում ենք լիարժեք ու ինքնաբավ մարդկանց։ Bon appetit. Bon appetit. Andrea, I will try it, but it's a little bit hot. Antir. Կիտրոնի համն է։ Ինձ դուր եկավ թթու համը, կիտրոնի համն է, չէ՞։ Այո։ Իսկ ինչ անվանենք այս ուտեստը։ I always say Andrea's dish. Ես այն անվանում եմ Անդրեայի ուտեստը ցանկացած առիթի համար, քանի որ այն կարող եմ պատրաստել մի քանի եղանակով։ Հիմա արեցինք հավով, սկզբնական տարբերակում պատրաստվում է խոզի մսով։ Կարող եք անել ձկան մսով, բուսական տարբերակով։ Գաղտնիքը սոուսի ու կանաչիների մեջ է։ Իսկ իմ մասնագիտությունն ինձ թույլ չի տալիս շատ ժամանակ անցկացնել խոհանոցում։ Սիրում եմ պատրաստել, բայց չեմ կարող 3-ից 4 ժամ ավել անցկացնել խոհանոցում։ Ուստի իմ տեսակով այն թույլ է տալիս նախապես պատրաստել եւ դնել ջեռոցը։ Իսկ իմ ուտեստն է։ This is my dish. Անդրեա, դուք երկար տարիներ աշխատել եք տարբեր երկրներում եւ առնչվել տարբեր ժողովուրդների եւ ազգությունների հետ։ Որն է այն հիմնական հատկությունը, որը մեզ բոլորիս տարբեր է դարձնում։ Կա արդյոք տարբերություն։ Let's say there are countries. Այսպես կասեմ, որոշ երկրներ գերագնահատում են իրենց։ Կան երկրներ, որ դժվար անցյալ են ունեցել։ Իհարկե, ըմբռնել է պետք։ Կարծում եմ Հայաստանի պարագայում հենց այն է գաղտնիքը, որ եղերն է եւ այստեղ տեղի ունեցածը իր հետքն է թողել ժողովրդի վրա։ Հայկական դասական երաժշտություն կամ դուդուկ գործիքի հնչյունները լսելիս թախից է հաղորդվում։ Կարևոր է, որ հասկանաս երկրի շունչն ու ոգին, հասկանաս երկրի պատմությունը։ Պետք է միշտ հարգել երկրի մոտեցումները։
Ինչպես տեսնում ենք, որոշ երկրներ դեռ կռիվ են տալիս, թե ով է սկսել երկրորդ համաշխարհայինը։ Կարծում եմ միշտ պետք է գոնե հասկանալ ժողովրդի զգացմունքները, հետո անշուշտ կարելի է քննարկում ծավալել, բայց հիմնականը սա, Աֆրիկայում լինենք, թե Եվրոպայում, թե Ասիայում պարզապես պետք է հարգել մարդկանց և փորձել ընկալել նրանց մշակույթը։ Յուրաքանչյուր երկրի ճանաչողություն իհարկե անցնում է արվեստի, մշակույթի, ժառանգության միջով եւ դեսպանը շատ գեղեցիկ ու լավ ծրագրերի հեղինակ է եւ ընդհանրապես յուրօրինակ շարժման մի լոկոմոտիվ։ Ես նրան խնդրում եմ, որպեսզի պատմի այն ծրագրերի մասին, որոնք արդեն հասցրել է իրագործել բոլոր երկրներում ու նաեւ մասնավորապես Հայաստանում։ This is a heritage. Խոսքը մշակութային ժառանգության եւ նորաձևության մասին է, եւ մենք աջակցություն ենք տրամադրում նորաձևության եւ դիզայնի պալատին։ Եվ կրկին պետք է ասեմ, բացահայտելու շատ բան կա։ Ինքս խիստ կարևորում եմ աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկություններին, եւ չափազանց կարևոր է կանանց աջակցությունը, որպեսզի կանայք որոշում կայացնեն եւ սկսեն սեփական բիզնեսը։ Եվ բնական է, նորաձևությունը հնարավորություններից մեկն է։ Մենք պալատի հետ միասին մի գիրք արդեն պատրաստել էինք։ Դա ինձանից առաջ է եղել։ Մեր պատվիրակությունը այս հրաշալի գաղափարը հղել է մինչ իմ այստեղ ժամանելը, բայց երբ ես տեսա այն, իսկույն սիրահարվեցի։ Կա մեկ այլ հրաշալի գաղափար, որը դեռ այս գրքում չէ, իսկ այդ գիրքն իրական հայկական նորաձևությունն է, որը ոգեշնչված է ձեր սեփական մշակութային ժառանգությամբ։ Կարող եմ պարզապես թերթել եւ վայելել այստեղ ներկայացված հիանալի կոստյումները։ Եվ ուզում եմ հորդորել, որ մարդիկ այստեղ իրոք օգտագործեն ձեր հարուստ մշակույթը, չնմանակեն փարիզյանին կամ ճապոնականին։ Վերցրեք այն, ինչ ունեք, ձեր ունեցածում այնքան շատ է գեղեցիկը։ Մենք պարզապես պետք է խթանենք այդ ամենը, եւ դա մենք կանենք միասին։ Այս պահին մենք պատրաստվում ենք փորձել այս աղանդերը, այս անուշը, ինչպես կասեն արևմտահայերը, ես շատ սիրում եմ անուշ բառը, անուշը իր մեջ ներառում է պարզ ինգրեդիենտներ, ինչպես դուք տեսաք, բայց իր պարզության մեջ այն շատ համեղ է, բազմահամ եւ բազմաշերտ։ Վերջնա։ This is the end. Good. The end of everything. Good. Սա վերջի սկիզբն է։ Եվ ներողություն ֆրանսիացիներից, բայց գերմանականը հաղթում է, որովհետև մենք ֆրանսիականը չենք պատրաստել։ Իմ ձեռքերում մի գեղեցիկ փոքրիկ քանդակ է, բրոնզաձույլ։ Այս քանդակը հրաշք է, այն կնոջ խորհրդանիշ է, նա հղի է եւ շատ գեղեցիկ ու յուրահատուկ։ Սիրում եք հայ մշակույթը, ունեք մշակութային հավաքածու, ունեք նաև այս գիրքը, հայկական խաչքարերի գիրքը։ Which is our Khachkars book. I love it. Վերագտել եմ այն, իմ նվերն էր, անչափ երջանիկ է, երբ գտա հեղինակին, այն միշտ նվիրում եմ իմ լավ բարեկամներին, մակագրությամբ։ Մեր խաչքարերի, ջուղայի խաչքարերի պատմություններ Արադ Սարգսյանի շատ գեղեցիկ հավաքածուով, անմահացմամբ, այսպես ասեմ, մենք ունենք մեծագույն մի արժեք, որը մեր մշակույթն է, իհարկե կապ ունի, թե մենք ինչպես ենք դա տեսնում, ինչպես ենք գնահատում եւ ինչպես ենք կարողանում զարգացնել։ It was a pleasure. Այս քանդակի հետ կապված մի շատ հետաքրքիր պատմություն կա։ Հիմա երբ տեսնում եմ բոլորը քննարկում են կոռուպցիայի բացառումը, այս արձանն իսկական հակակոռուպցիոն պատմություն ունի։ 10 տարի առաջ Գյումրիում ինձ շատ դուր եկավ այս հիանալի փոքրիկ քանդակը։ Հեղինակը գյումրեցի է, այժմ հավանաբար Գերմանիայում։ Նրա ստեղծագործությունները շատ գեղեցիկ են։ Տեսա քանդակը, ուզեցի գնել, հետո երկմտեցի։ Արձակուրդի էի մեկնում, որոշեցի ավելի ուշ գնել։ Վստահ էի, որ առկա կլինի։ Անցավ ժամանակ, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում այստեղ էր ժամանելու աշխարհահռչակ Վիմ Վենդերսը, եւ ես մեծ ընդունելություն կազմակերպեցի եւ հրավիրեցի Գյումրիի իմ բարեկամներին։ Նրանք իմ 3 հրացանակիրների պես եկան եւ բերեցին մի տուփ։ Անակնկալ է ասացին։ Ստիպեցին բացել տուփը։ Ես բացեցի այն եւ տեսա այս գեղեցիկ արձանը, ճիշտ այն, որը ես իրոք ուզում էի գնել։ Սակայն ես հայտնվեցի մի բարդ կացության մեջ, ինձ չէր թույլատրվում ընդունել նման նվեր, այն շատ թանկարժեք էր։ Իսկ ինձ թույլատրվում էր ընդունել 25 եվրոյից պակաս արժեք ունեցող նվեր։ Ուստի ստիպված էի մերժել ընծան։ Հետևում կանգնած էր կարմիր խաչից գերմանացի մի գործընկեր։ Ասում էի, չէ, չի ընդունի։ Ադամը փոքրինչ վիրավորվեց, բայց գերմանական համակարգում այսպիսի մի հնարավորություն ունենք։ Ես կարող եմ վճարել նվերի դիմաց եւ կատարել նվիրատվություն։ Ուստի ես նվիրատվություն արեցի Գյումրիին եւ գնեցի քանդակը, եւ արդեն 10 տարի է, այն իմ ուղեկիցն է ամենուրեք։ Սա նաեւ բարեկամության խորհրդանիշ է։ Մարդիկ գիտեն, ես ինչ եմ սիրում։
Ես սիրում եմ այս արձանիկը։ Ինձ հաճելի էր այդ քայլը, չնայած սկզբում շատ էի տխրել, որ պետք է մերժեի նվերը։ Մեկ այլ կարևոր բան, ես պահում եմ իրերը, չեմ նետում դրանք։ Այն իրերը, որ ես ունեմ, իրենց տեղն են գտնում իմ սրտում, հիշողությանս մեջ, եւ դրանք պահում եմ։ Դրանք իմ կյանքի մասն են, այն մարդկանց մասնիկ, ովքեր հիացրել են ինձ իրենց անկեղծությամբ։ Սա բազում պատմություններից մեկն է, թե ինչու եմ կրկին դիմել գործուղվելու Հայաստան, երբ ես սիրահարվեցի ձեր երկրին առաջին անգամ։ 2007 թվականով է թվագրվում այս արձանիկը, եւ դուք պատկերացնում եք, որքան պետք է մարդ հարազատորեն ընկալի տվյալ երկիրը եւ արվեստի այս մասնավորապես գործը, որ այսքան տարի իր հետ տանի, պահի, փայփայի, շոյի, սիրի եւ ամբողջ սիմվոլը անընդհատ ներկայացնի։ Լավ մարդկանց մենք պինդ պահում ենք, շատ պինդ ու ընկերություն ենք անում իսկապես ազնվորեն եւ հավատարմորեն։ Ես հուսով եմ, որ Համիուժը կդառնա այնպիսի հարթակ, որտեղ մենք կներկայացնենք նաեւ աշխարհի հետ մեր ընկերությունը, այն ազնվագույն երևույթները, որոնք կան Հայաստանում եւ որոնք էլ պահում են ու կամրջում են մեզ միմյանց հետ, չնայած բոլոր դժվարություններին։ Կհանդիպենք։ Մենք շատ բախտավոր ենք։ Մենք մասնավորապես Համի ուժով մեր կազմը եւ մանավանդ մեր երկրով։ Մենք երջանիկ ենք ունենալու հիանալի հին ու նոր ընկերներ, լավ հյուրեր։ Գուցե մեր երկրի արևավար դաշտերից ու լեռներից է։ Գուցե մեր քաղցրահամ ջրերից ու սրտաբաց մարդկանցից, կամ էլ տրամադրությունից ու տրամադրվածությունից, բայց մեր երկրի հյուրերը մշտապես առանձնահատուկ են։ Շատ ջերմ, արագ մեր իրականության ու բարքերի հետ մերվող ու մեր մարդկանց հետ տեղացիների հետ լավ ընկերություն անող։ Եթե նկատել եք, մեր բոլոր օտարազգի ընկերներն ասես մի քիչ հայանում են։ Նույն այդ հարազատի, ասես ազգակցի ջերմությունը զգացինք տիկին դեսպանի կողմից։ Ու թեև նա հայ չէ արմատներով, բայց իր հյուրասիրությամբ, իր ջերմությամբ, անմիջականությամբ եւ սեր սփռելու շնորհով մենք մեզ նույնական զգացինք։ 1000 տարվա հարազատի եւ ընկերոջ հոգատարությունը վայելեցինք իսկապես։ Հասկանալով եւս մեկ անգամ, որ մարդկայնությունը եւ ընկերությունը մանավանդ սահմաններ չունեն, ու որ մեր հյուրը վաղուց արդեն դարձել է իսկապես մերը։ Աղոհացի ավանդույթը հետաքրքիր ու կարևոր խորհուրդ ունի։ Սրանում շատ ենք համոզվել։ Սեղանի շուրջ մարդիկ ավելի շուտ են լեզու գտնում, ընդհանուր ու դրական հայտարարների են գալիս, գտնում լուծումներ եւ հետաքրքիր ուղիներ, լինեն դիվանագիտական, քաղաքական, թե ընտանեկան կամ ընկերական։ Եվ էական էլ չէ լավ ուտեստների, թե սուրճի կամ թեյի սեղանի շուրջ են մեկտեղվում։ Կարևորն իրար լսելն է, միմյանցով իսկապես հետաքրքրված լինելը, տրամադրությունն ու տաք շփումը։ Իդեպ վերջերս հաճախ ենք ձեզ ներկայացնում տարատեսակ թեյեր եւ նկատելով ձեր հետաքրքրվածությունն ու ջերմ արձագանքները, ինչի համար շնորհակալ ենք։ Այսօր կպատմենք թեյերը թրմելու ճիշտ ձևերից մի քանիսը։ Լավագույն թեյերից մեկի՝ դիլմահի օրինակով։ Հաճույքը ունի տարբեր դրսևորումներ եւ էական էլ չի, թե դուք որտեղ եք, բայց շատ կարեւոր է ինչպես եք նախապատրաստվում եւ մանավանդ ում հետ եք վայելում ձեզ համար հետաքրքիր ու կարևոր պահերը։ Ես վստահ եմ, որ դիլմահ-թեյը ձեզ կառաջարկի այնպիսի հետաքրքիր գունապնակ համային, որով դուք կկարողանաք լրացնել ձեր գեղեցիկ երեկոները։ Ես այսօր կընտրեմ օրինակ Ռատնապուրա թեյը, դիլմահի, որը ունի հետաքրքիր ցիտրուսային բույր, եւ այդ թարմությունը հաստատ կհաղորդի ձեզ մեր ձմռան, գուցե ոչ այդքան ցուրտ օրերին, ինչպես ենք թրմում թեյը։ Իհարկե 1000 տարբերակներ կան, բայց ամեն մարդ իր թնդությունն է նախընտրում, ուստի մենք պետք է հասկանանք, թե ինչ համ եք ուզում։ Օրինակ, լցնում ենք մոտավորապես 1-1.5 գտալ, մոտավորապես 2.5 գրամի կարգի թեյ, հատուկ թրմամանի մեջ, ես վերցրել եմ թափանցիկը, որպեսզի մենք տեսնենք ինչ լավ գույն է հետագայում ստացվում եւ ինչպիսի լավ թեյ։ Լցնում ենք մեր տաք ջուրը, եւ թեև միանգամից մեր տաք ջուրը փոխեց իր գույնը, բայց չի նշանակում, որ թեյը պատրաստ է։ Մենք փակում ենք եւ սիրով օգտվում ենք դիլմահի այս ժամացույցից։ Այստեղ կան տարբերակներ՝ 2 րոպե, 3 րոպե, 5 րոպե։ Նայած ինչ թնդության թեյ եք դուք նախընտրում, կարող եք օգտագործել այդ ժամացույցը հենց այդ րոպեով։ Ենթադրենք վերցնենք 3 րոպեի այս դեղին ժամացույցը։ Այսպիսով 3 րոպեից մեր թեյը պատրաստ կլինի։ Իսկ մինչև այդ ես ասեմ, որ Շրի Լանկայում աճեցվող այս ծաղիկը կոչվում է Camellia sinensis եւ համարվում է, որ ունի 2.5-ից մինչև 4% կոֆեին իր մեջ։
հայտնի փաստ է, որ մենք սիրում ենք կոֆեինի որոշակի դոզաներ արյան մեջ, մենք հայերս։ Ուստի հաստատ թույլատրելի դոզա է օրական մինչև 10 բաժակ, նույնիսկ լավ թրմված թունդ թեյը։ Եվ վստահ եղեք, որ շատ դեպքերում այն ավելի թարմացնող է, քան նույնիսկ սուրճը, ու չի առաջացնում ճնշումային խնդիրներ, ինչը որ կարող է լինել սուրճի պարագայում։ Այսպիսով մենք ունենք մի քանի րոպե, թող մեր թեյը թրմվի, իսկ ես իհարկե քաղցր թեյի կողմնակիցի չեմ, բայց եթե դուք գերադասում եք թեյը համեմել ինչ-որ քաղցրությամբ, հավատացեք, շաքարավազի փոխարեն մի քիչ գոլ տարբերակով արդեն խառնած մեղրը շատ ավելի տեղին է, հաճելի եւ վստահ եղեք նաեւ օգտակար։ Ռատնապուրա թեյը լցնելուց ու թրմելուց հետո, ավելի ճիշտ թրմելու ընթացքին լավ կլինի մոտ 1 րոպե հետո մի թեթև խառնեք, որպեսզի շերտերը բացվեն համային։ Իդեպ լցնելու պահն է կարևոր, որովհետև դա նույնպես օդի հետ միասին առաջացնում է այն համային զգացողությունները, որոնք մենք սիրում ենք թեյի մեջ։ Իմ թեյը պատրաստ է, ոչ շատ թունդ, բայց շատ ճիշտ, հաճելի, եւ ես պատրաստում եմ վայելել։ Եվ նորից հիշեցնում, որ համի ուժը բացահայտում է այն նուրբ երանգները թե համերի, թե խոհանոցային, թե մշակութային ու մանավանդ մարդկանց մեջ եղած այն գեղեցիկ հետաքրքիր գույներն ու համերը, որոնք դարձնում են մեր կյանքը գունեղ, յուրօրինակ եւ տարբերվող։ Մեր երկիրը լավ ու վստահելի բարեկամներ ունի։ Սա մեծ ձեռքբերում ու արժեք է, որին մենք պարտավոր ենք վերաբերվել խնամքով եւ հոգացությամբ։ Մեր երկրի հյուրերին դիմավորելով սիրով, ուշադրությամբ եւ իհարկե համեղ բաղադրատոմսերով։ Համի ուժը նախ եւ առաջ ընկերության ուժն է։ Ձեզ հետ կրկին ես էի, Նազենին։ Սպասում եմ անհամբերությամբ մեր հաջորդ հանդիպումներին, հետաքրքիր ու տարբեր բացահայտումներին ձեր օգնությամբ եւ իհարկե այն բոլոր արձագանքներին, որոնք սիրով ընթերցում ենք եւ նկատի ունենում։ Կհանդիպենք։